Սիրելի հետևորդներ, դուք դիտում եք Բաստիոն հաղորդաշարը, այսօրվա մեր հյուրը Առավոտ օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն է։ Բարև ձեզ, պարոն Աբրահամյան։ Բարև ձեզ։ Մի քանի օր առաջ պարոն Աբրահամյան Երևանի մամուլի ակումբը հրապարակեց տվյալներ, ըստ որի 2025-ին մամուլի նկատմամբ ճնշումները շատացել են։ Դուք համաձայն եք դրա հետ, պարոն Աբրահամյան։ Լիովին համաձայն եմ, իսկապես ես չէի ասի, որ դա միայն 25 թվականից էր, 21 թվականին, այսինքն պատերազմում պարտվելուց հետո իշխանությունը հասկացավ, որ հիմա քննադատությունը բազմապատկվելու է եւ դա բնական էր եւ 21 թվականին ազգային ժողովը ընդունեց որոշում, այսինքն օրենք խստացնելով պատիժները զրպարտության եւ վիրավորանքի մասին, իսկ 22 թվականին ընդունեց մեկ այլ օրենք, որը նույնպես լրագրողներից համար կարևոր է, չնայած գուցե չգիտեն մեր ընթերցողները կամ օգտատերերը, խստացնելով հավատարմագրման պահանջները լրագրողների նկատմամբ եւ մենք տեսնում ենք, որ ազգային ժողովում մասնավորապես, ընդհանրապես պետական մարմիններում, բայց ազգային ժողովում մասնավորապես առանց որևէ լուրջ պատճառի հավատարմագրումից զրկել են եւ շարունակում են զրկել տարբեր լրագրողների, բնականաբար ոչ մի լրագրող իշխանամետ մեդիայից չի զրկվում։ Եվ բոլոր մնացած բաները իհարկե մենք ունենք ռեկորդսմեններ իշխանության բուրգում, որոնք ամեն մի բանի համար դատի են տալիս եւ տարվա ընթացքում, չգիտեմ, 20 կամ 30 հատ դատ են, կամ պարտվում են, կամ շահում են, կարևոր չի, բայց չեն հասկանում իրենց սիրելի եվրոպական ուրեմն ստանդարտները, որ պաշտոնյան, քաղաքական գործիչը եւ հատկապես պաշտոնյան պետք է շատ ավելի լայնախոհ լինի եւ շատ ավելի հանդուրժող քննադատության նկատմամբ եւ նույնիսկ վիրավորանքի նկատմամբ, քան մնացած սովորական քաղաքացիները։ Պարոն Աբրահամյան, դուք իբրև Հայաստանի ամենահին խմբագիր, չգիտեմ, երբ զուգահեռներ տեսնում եք անցած փուլերի ճնշումների հետ։ Դե գիտեք տարբեր ձևով է, ինչպես որ կոռուպցիան, չէ, ասում են վերացել է, բայց փոխվել է, հա, այսինքն եթե կոռուպցիան առաջ ճամպրուկով շեֆի մոտ գնում էին եւ շեֆը այդպես բացում էր ճամպրուկը, ասում էր բաժանել իր ստորադասների միջև, հիմա կոռուպցիան այլ տեսքով է, օրինակ պարգևավճարների, այսինքն պետական բյուջեն այլևս վիրտուալ ձևով է եւ շեֆը որոշում է, որ այս ձևով իրեն ծառայող պաշտոնյան կամ նախարարը կամ պատգամավորը ստանում է այսքան, իսկ այն ձևով ծառայող ստանում է այնքան։ Նույն ձևով հարցակումները լրատվամիջոցների, այսինքն այլևս բարեբախտաբար չկան, որ մտնեն խմբագրություն, ծեծեն, ջարդեն կամ փողոցում բռնացնեն, ծեծեն լրագրողին, դա բարեբախտաբար որքան հասկանում եմ չկա։ Բայց բոլոր դեպքերում փոխվել են, հա, եւ դատի տալը, իսկ մենք գիտենք, որ դատարանները գտնվում են իշխանության գրպանում եւ տարբեր այլ ձևերով, դե օրինակ մենք 94 թվականից այս կողքի շենքի սկզբից 10-րդ հետո 15-րդ հարկում էինք, բայց առանց որևէ պատճառի, առանց որևէ բանի պայմանագիրը, վարձակալության պայմանագիրը ավարտեց եւ մեզ վտարեցին։ Իհարկե շատ սարսափելի բան չէ, այնպես չի, որ մենք փողոցում մնացինք, բայց բոլոր դեպքերում փոքրիկ վատություն, այսպես ասած։ Այդպիսի վատություններ հաճախ են արվում, հավատարմագրումից զրկելը, ինչպես նաեւ արտառոց դեպքեր պոդքասթերների նկատմամբ, Սաղաթելյանի եւ Սամսոնյանի նկատմամբ, որոնք ինչ-որ բառ ասեցին եւ այդ բառը բազմիցս արտասանում են իշխանամետ բլոգերները կամ չգիտեմ պոդքասթերները կամ գրում են, ոչ մի բան չի լինում նրանց, իսկ այդ մարդկանց միջև հիմա փաստորեն անազատության մեջ են պահում, ընդ որում իրականացրել են
պատժիչ օպերացիա, հա, ներխուժել են, չգիտեմ, արգրավել են, եթե այդ բառի համար այդ բառը ինչ կապ ուներ, ԱԱԾ-ն, դիմակներ, ասֆալտին փռել եւ այլն, այսինքն ես չէի ասի, որ այս իշխանությունը ավելի ժողովրդավար է։ Նույնքան ոչ ժողովրդավար է, որքան նախորդ իշխանությունները, բայց պարզապես մեթոդներն են փոխվել։ Պարոն Աբրահամյան, դուք խոսեցիք առավոտին շենքից հանելու մասին, ինչու չդիմեցիք դատարան, պարոն Աբրահամյան, որովհետև ասում էին, որ դուք կարող եք նույնիսկ սեփականության հավակնել, որովհետև 30 տարի անփոփոխ նույն տեղում եք եղել։ Դատարան անիմաստ է։ Ես կարծում եմ, որ եթե մենք դիմենք դատարան, որպես ապահովման միջոց, երևի մի ամիս կամ մի քանի ամիս կկարողանայինք այնտեղ մնալ։ Բայց պարզ է, որ դատարանները որոշ իշխանության գրպանում գտնվող դատարանը կորոշեր ի վնաս մեզ։ Պարոն Աբրահամյան, բայց այնուամենայնիվ, չնայած այս ճնշումներին, ինչ եք կարծում, Հայաստանում մամուլը ազատ է։ Դե եթե հաշվի առնենք, որ այնուամենայնիվ կրիչները փոխվել են, հա, օրինակ շատ վառ օրինակ 2001 թվականին Քոչարյանը փակեց A1+-ը, եթերազրկեց A1+-ը։ Այն ժամանակ դա շատ ուժեղ հարված էր ազատ մամուլին, ազատ լրատվամիջոցներին, որովհետև չկային այլընտրանքային միջոցներ, չկար YouTube, չկային սոցցանցեր եւ այլն, եւ մարդիկ զրկվեցին միակ անկախ եւ իշխանությունների հետ ոչ աֆիլիացված լրատվամիջոցի ուրեմն հեռարձակումից, դա շատ ուժեղ հարված էր։ Հիմա տալիս են լիցենզիա, չեն տալիս, էլի չեն տալիս, հա, ասենք երկիր մեդիային չտվեցին, բայց դա առանձնապես հարված չի, որովհետև հիմա կան հնարավորություն։ Այդ առումով, այսինքն տեխնիկական հնարավորությունները շատացել են եւ հնարավոր չի այլևս փակել բոլորի բերանը։ Հիմա այլ մեթոդներ են, հա, այսինքն քանի որ շատ են տեխնիկական միջոցները, դրանք էլ են տեխնիկական միջոցներ, իսկ ֆեյքերի ֆաբրիկան եւ ասենք ինչ որ մի խումբ ջոկատ ոչ ֆեյքերի ռեալ մարդկանց, որոնք ամեն մի գրառման տակ կամ ամեն մի վիդեոյի տակ, չգիտեմ, այս վիդեոյի տակ էլ եթե չջնջեք կգրեն կջնջենք Ես դեմ չեմ որ չջնջեք, բայց կգրեն վատ բաներ, հա, դա էլ մեթոդ է պայքարելու եւ գուցե նաեւ ինչ որ մեկի վրա ազդում է։ Ես օրինակ տանը գիտեք վիդեոներ եմ անում եւ դրանց տակ ինչ ասես գրում են, մանավանդ TikTok-ում եւ մասամբ նաեւ YouTube-ում, բայց ես բացարձակապես ես չեմ էլ նայում թե ինչ են գրում։ Պարոն Աբրահամյան, դուք հայտնի եք այսպես լրագրողական էթիկայի խիստ պահպանմամբ, որ միշտ առավոտ աչքի է ընկել իր այսպես էթիկայով, իր բանով խիստ, որ անզիջում, որ երկրորդ կողմ, չգիտեմ, ոչ մի վիրավորանք եւ այլն, բայց հնարավոր է արդյոք այդ էթիկան պահպանել, երբ մի հասարակության մեջ, որտեղ, ասենք, համարձակությունը համարվում է հայհոյախոսությունը, որտեղ, ասենք, հայհոյանքը այսքան տարածված ու ընդհանուր խոսքի մշակույթ, չգիտեմ, խոսքի իրավունքը այսքան ցածր վիճակում է գտնվում։ Մենք աշխատում ենք այնուամենայնիվ պահել, հա, որովհետև դուք շատ կզարմանաք, եթե ես ոչ նորմատիվ լեքսիկա ձեզ պատասխանելով օգտագործեմ ոչ նորմատիվ լեքսիկա, չէ, երևի օգտատերը կմտածի, որ արհեստական ինտելեկտն եք միացրել իմ փոխարեն, այսինքն չեն հավատա, որ դա ես եմ, հա, այսինքն ես պետք է ես մնամ, հա, առավոտը պետք է առավոտ մնա բոլոր դեպքերում, եւ երբ որ ասվում էր, որ երկրորդ երեսդ, երբ որ քեզ հարվածում են երկրորդ երեսդ դեմ տուր, դա չի նշանակում թույլ տուր, որ քեզ ծեծեն, դա նշանակում է, որ ստորությամբ չի կարելի պատասխանել, հայհոյանքին հայհոյանքով չի կարելի պատասխանել, այդքան բան։ Ձեր գնահատմամբ, պարոն Աբրահամյան, ինչպես իջավ էլի մեր ընդհանուր մակարդակը այդ հայհոյանքի մակարդակին, որովհետև այնուամենայնիվ հայհոյանքը օրինակ շատ խիստ դատապարտելի բան էր, հայհոյելու համար պետք էր պատասխան տալ, տարբեր մակարդակներում եւ այլն, ինչպես էսպես հայհոյանքը ներխուժեց մեր իրականություն։ Ես կարծում եմ բազմաթիվ պատճառներ են, նաեւ կրթական մակարդակը։
1988 թվականին մինչև 91-92 թվականը մենք ունեինք մի հասարակություն, որը թեև գաղափարապես սխալ, բայց ինչ որ մի կրթություն է ստացել, ինչ որ մի էթիկական նորմեր մշակել, որոնք անթույլատրելի էր անցնել կամած այդ եւ այստեղ կարելի է նախկիններին այսպես ասած նաեւ քննադատել կամած դա այդ նորմերը վերացան եւ կրթական մակարդակը եւ նորմերը այսինքն Բակում, հա, չգիտեմ, դուք դուրս եք գալիս Բակում խաղալու, թե քան երիտասարդ եք, որ դուրս չեք եկել։ Չէ, դուրս եկել եմ, իհարկե։ Հա, եթե դու Բակում դուրս ես գալիս, դու պետք է քեզ որոշակի ձևով պահես, հա, դու չպիտի ընկերոջդ, չգիտեմ, ընկերոջիցդ բամբասես, չպիտի նրա վրա գործ տաս եւ այլն։ Գուցե դա հիմա կոչեն քրեական ենթամշակույթ եւ այլն, բայց բոլոր դեպքերում ինչ որ մի բան կար, հա, ինչ որ մի սահմանափակում եւ կասեին այսա վատ է, մեղմ ասած, հա։ Հիմա այդ սահմանափակումները չկան։ Նույնիսկ ամենախուժան, այսպես ասած, միջավայրում աղջկա մոտ, կնոջ մոտ չէր կարելի հայհոյել։ Իսկ հիմա եթե մի քանի միլիոն մարդու մոտ հայհոյեն, ոչինչ, հա, եւ անցնում է։ Այսինքն դա ոչ թե լրատվամիջոցների խնդիրն է, դա ամբողջական հասարակության խնդիրն է եւ այնուամենայնիվ նաեւ կրթության խնդիրն է, հա, մենք ունեինք 80-ականների վերջում բավականին մեծ, շատ մեծ չէ իհարկե, բայց բավականին զգալի շերտ մտավորականության, նաև տեխնիկական մտավորականության, ինժեներներ, Մերգելյան ինստիտուտ եւ այլն, հա, որտեղից ՀՀՇ-ի մի մասը դուրս եկավ։ Մենք ունեինք մտավորականության մի շերտ, որը պահում էր ինչ որ նշաձող։ Հիմա այդ մտավորականները կամ ծերացել են, կամ, չգիտեմ, գնացել են, կամ լռում են եւ այլն, հա։ Պարոն Աբրահամյան, բայց թույլ տվեք չհամաձայնել ձեզ հետ, որովհետև այդ կոմենտ հայհոյանքով կոմենտ գրողների մի մասը տարիքով մարդիկ են, կանայք են, տղամարդիկ են, եւ այլն, հին կրթություն ստացած մարդիկ են։ Նույն բակերում մեծացած։ Նույն բակերում մեծացած, իհարկե։ Այսինքն, երբ որ ընդհանուր դեգրադացիան գնում է, նաեւ իմ սերնդակիցները նույնպես գնում են այդ դեգրադացիայի ճանապարհով։ Պարոն Աբրահամյան, մենք խոսում ենք ճնշումների մասին մամուլի նկատմամբ, բայց այսօրվա կառավարության ղեկավարը երկրի գլուխը նախկին լրագրողը Նիկոլ Փաշինյանը, որը կարծես թե պետք է հասկանար էլի ինչ կարևորություն ունի ազատ խոսքը, ինչ բան ունի, կշիռ ունի, մանավանդ ժողովրդավարության պարագայում ինքն էլ հպարտանում է, որ բաստիոն է կառուցում եւ այլն։ Դրա համար է կանոն դրել բաստիոն, Ինչպես է դա ստացվում, ինչպես ձեր կարծիքով էլ ինչպես ենք դեմ գնում այդ սկզբունքներին։ Դե նախ պետք է ասել, որ սկզբնական շրջանում թե Տեր-Պետրոսյանի, թե Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի եւ թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը երբ որ գալիս են իշխանության ասում են «Վсё, ամեն ինչ ազատ է լինելու, ժողովրդավարություն է լինելու, ինչ ուզում եք խոսացեք» եւ այլն, կամած երբ տեսնում են, որ չափաբաժինը քննադատության բարձրանում է, իսկ հատկապես իհարկե ոչ մի քննադատություն չի կարող այդքան սուր լինել, քան քննադատությունը այն իշխանության նկատմամբ, որի պատճառով մենք պարտություն ենք կրել, հա, ոչ մի այլ իշխանություն այդպիսի աղետ չի բերել։ Դրա համար շատ բարձր լինի։ Երկրորդ, դա ընդհանուր, այս իշխանությունը 18 թվականին հիմա է պարզվել, այն ժամանակ ես չգիտեի եւ որոշակի պատրանքներ ունեի, այս իշխանությունը եկել է ոչ թե որևէ բան բարեփոխելու, այլ սոցիալական ռևանշի համար։ Մենք փողոցում ենք, ինչի համար ենք մենք փողոցում, որովհետեւ ուզում ենք գալ պալատներ, գալ պատավատներ, ախրանաներ եւ այլն, գալ փողեր, այո, բիզնեսներ, մենք նրանք իրականում ուզում էին ոչ թե վերացնել այդ համակարգը, այլ օգտվել այդ
ստեղծված մինչև 18 թվականը ստեղծված համակարգի բան է եւ այդ ստեղծված համակարգի անբաժանելի մասն է իհարկե ճնշումը ազատ խոսքի եւ լրագրողների նկատմամբ եւ երրորդը գուցե այդպիսի բան կա որ ոչ ոք չի ներում այն լավությունները որոնք դու արել ես հա երևի շատ լավ գիտեք որ մենք հա լրագրողներս սատարում էինք Նիկոլ Փաշինյանին երբ որ նա քաղբանտարկյալ էր ընդունում եմ նա իր խոսքի համար նա դատապարտվել էր անօրինական իմ կարծիքով անօրինական հիմա տակը կգրեն հականիկոլականները որ դա այդպես չի դա մենք սատարում ենք ոչ ոք այդ լավությունը մարդիկ վրեժ են լուծում սովորաբար այն լավությունների համար որոնք արված են նրանց հանդեպ Պարոն Աբրահամյան, իսկ ես հիշում եմ, որ բոլոր ժամանակներում, իհարկե Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ լավ չեմ հիշում, բայց եւ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակ կար այդպիսի բան, որ գլխավոր խմբագիրներին հետ ինչ որ հանդիպումներ, չգիտեմ, թեյախմություն, գուցե բաց նկարահանվող հարցազրույց կամ չնկարահանվող, բայց հիմա կարծես թե դա չկա։ Եթե նույնիսկ կա ինձ դրա մասին ոչ ոք տեղյակ չի պահում Տեր-Պետրոսյանի ժամանակ չկար Քոչարյանի ժամանակ սկսվել էր որոշ ժամանակ մինչև հոկտեմբերի 27-ը դա էլ մի բան էր համ մի ֆորմատ ձևաչափ ուզում եմ ասել ջրբաժան էր հոկտեմբերի 99 թվականի մինչև 99 թվականի հոկտեմբերի 27-ը ինձ էլ էին կանչում նման դրանից հետո երբ որ էլի առավոտի կողմից քննադատության դոզան բարձրացավ սկսել են չկանչել Սերժ Սարգսյանի ժամանակ կանչում էին Փաշինյանի ժամանակ միայն 19 թվականի նոր տարվա երբ որ ընդունելություններ եղել եք այնտեղ հա 19 թվականի ընդունելություններ նախագահականում այդ ժամանակ ուրեմն բոլորը հրավիրվել էին եւ ես էլ էի ներկա դրանից հետո այդպիսի շփումներ չեն եղել բայց ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը դե ճիշտ ասած եթե ինձ հրավիրեն ես չեմ գնա երևի պատճառներից մեկը դա է եւ երևի նրանց էլ հա մեր երեսը տեսնելը առանձնապես հաճելի չէ Պարոն Աբրահամյան մի կողմից ուրեմն իհարկե իշխանության ճնշումները շատ վատ են եւ բան, բայց մյուս կողմից էլ կարծես թե լրագրության մակարդակն էլ այն չի։ Այսինքն այնպիսի հարցեր են հնչում, չգիտեմ, սադրիչ, բան եւ այլն։ Ոչ պրոֆեսիոնալ, ամենակարևորը, ոչ պրոֆեսիոնալ։ Եթե կարելի է բերեմ ոչ քաղաքական օրինակ, հա։ Հենրիկ Մխիթարյան, բոլորս սիրում ենք, բոլորս հարգում ենք, իսկապես մեր բարձանքն է։ Հիմա նա ասուլիս էր տալիս տարիներ առաջ։ Ասուլիս էր տալիս եւ այնտեղ եկել են լրագրողներ։ Այդ լրագրողները պետք է հասկանան ֆուտբոլից։ Ինձ թվում է իհարկե վստահաբար պետք է հասկանան, հա։ Այսինքն դարպասապահին կիսապաշտպանից պետք է տարբերեն։ Եվ նրանք չգիտեին, թե ինչ հարցեր տան ֆուտբոլի մասին, դրա համար սկսել են հարցեր տալ փողի մասին, դուք ինչքան եք աշխատում, բա ինչքան տոկոսն եք բարեգործության վրա, այսինքն այն ինչ որ իրենց խելքով ներողություն արտահայտությանց պետք է որ հետաքրի իրենց օգտատերերին, այսինքն մակարդակը ընդհանուր կրթական մակարդակը որ իջնում է, հա, այսինքն ես դարձյալ պնդում եմ, որ սովետական կրթությունը գրքերի այսպես ասած թղթային գրքեր կարդալը դա ինչ որ մի պաշար է ստեղծել, ինչ որ մի բեքգրաունդ է ստեղծել լրագրողների համար, այս երիտասարդ լրագրողները այդպիսի բեքգրաունդ չունեն, նրանք գրքեր չեն կարդում, նրանք կարդում են նույնիսկ նյութեր չեն կարդում, նրանք կարդում են վերնագրեր եւ վերնագրերից դատելով ինչ որ դատողություններ են անում, այս տեսակի լրագրողները չեն պատրաստվում ասուլիսների, չեն պատրաստվում հարցազրույցների որպես օրենք եւ իհարկե բացառություններ կան եւ դրա համար լրագրության մակարդակը իջել է եւ թվում է թե եթե քո խոսքը լինի շատ դաղող, այսպես ասած, սուր, հա, դա իհարկե եւ կարող է իսկապես դուր գալ ուրեմն օգտատերերին։ Եթե դու ուզում ես դուր գալ օգտատերերին, այլևս լրագրությունը, այսպես ասած, նահանջում է երկրորդ պլան։
Պարոն Աբրամյան, մյուս կողմից ոնց որ թե մեր լրագրության այսպես հիմնական բաներից մեկը, խնդիրներից մեկը քաղաքականացված լինելն է, որտեվ մի կողմից կարծես թե էթիկապես ճիշտ չէ, օբյեկտիվ լինելու համար եւ այլն, մյուս կողմից էլ այնպիսի խնդիրներ են գոյաբանական ի հայտ գալիս, որ չես կարողանում էլի քո կարծիքը չունենալ կամ քո դիրքորոշումը չունենալ, բայց այդ քաղաքականացված լրագրողների խնդիրը շուտվանից սկսեց, էլի երևի 2000-ականներից, որ սկսեցին լրագրողները մտնել քաղաքականություն։ Դուք ինչպես եք կարծում, էլի, ինչպես արդյոք դա ճիշտ է եւ երկրորդը ինչպես կարելի է դրա դեմն առնել, եթե ճիշտ չէ։ Այստեղ իհարկե քաղաքականացված ենք, չի կարելի, բայց ես չեմ կարող չասել, եթե տեսնում եմ, հա, ես չեմ կարող չասել, որ 44 օրյա պատերազմի պարտության պատճառը դա ակնհայտ է, հա, ինչ որ մեկը ասենք, չգիտեմ, փողոցում երեխա է ծեծում, հա, դու պիտի ասես կարող ասենց, կարող անենց, չէ, չես կարող ասել։ Չեմ կարող ասել, որ չասել, որ պարտության պատճառը, պարտության մեղավորը Փաշինյանն է եւ նրա թիմը։ Եթե դա ինչ որ օբյեկտիվություն է պահանջում, ես այդ օբյեկտիվությունը չունեմ իսկապես։ Եվ իսկ ընդհանրապես օբյեկտիվության մասին, հա, դա այդպես փիլիսոփայական հարց է։ Մենք գիտենք 4 տարբեր տեքստեր նույն իրադարձությունների մասին, որոնք տարբեր ձևով են շարադրված։ Խոսքը Ավետարանի մասին է։ Հա 4 տարբեր մարդիկ տարբեր ձևով են շարադրվում։ Ինչ որում մեկը Ղուկասը չի էլ տեսել դա, նա ուրիշներից է վերցրել։ Այսինքն նրանք ենթադրեն գրել են դա 60 թվականին, 33 թվականի մասին իրադարձությունների մասին, Քրիստոսի ծնունդից հետո, եւ բնականաբար այն ինչ որ 30 տարի առաջ էր, հա, ես եւ դուք տարբեր ձևով եք պատմելու, հա։ Իսկ եթե մենք ներկա չենք եղել եւ հարցրել ենք ուրիշներից, թե ինչ է տեղի ունեցել 30 տարի առաջ, էլի մենք արդեն ընտրում ենք, թե ում ենք հարցնում, էլի սուբյեկտիվություն։ Եվ մենք բոլոր դեպքերում մեր սուբյեկտիվ վերաբերմունքը ունենք։ Այլ հարց է, որ դու պետք է հաղթահարես որպես լրատվամիջոց, որպես խմբագիր, դու պետք է հաղթահարես քո համակրանքները եւ հակակրանքները եւ ամբիոն տրամադրես երկրորդ կարծիքին, ամբիոն տրամադրես պաշտոնական կարծիքին։ Առանց դրա հնարավոր չէ եւ մենք 50%-ից ոչ պակաս տալիս ենք նաեւ ԿՊ-ական եւ պաշտոնական կարծիքները։ Իհարկե, պարոն Աբրամյան, առավոտի դիրքորոշումը միշտ այսպես էտալոնային եւ չափորոշչային է, բայց ոչ բոլոր լրատվամիջոցներն են այդպես։ Եվ գրագիտության, եւ այդ սկզբունքների, էթիկայի եւ այլն։ Մյուս կողմից էլ օրինակ ինձ համար շատ մեծ բան է, որ մի տեսակ ապտակի նման բան է, որ Facebook-ն է սահմանում, թե ինչը կարելի է անել, ինչը չի կարելի, եւ տարբեր լրատվամիջոցներ օրինակ կարող է ինչ-որ արոնոթ վերնագրեր դնել եւ այլն, բայց դա չեն դնում, որ Facebook-ը չբլոկի իրենց եւ ոնց որ թե մեր ներհասարակական ինչ-որ չափորոշիչներ որոշում են ոչ թե մեր միջոցով, այլ Facebook-ի միջոցով։ Այսինքն Միացյալ Նահանգներում գտնվող հարթակի կանոններով, չէ՞։ Կամ YouTube-ի։ Ինչպես պետք է սա լուծվի, պարոն Աբրամյան, որտեվ մի կողմից եթե օրինակ հիմա Նիկոլ Փաշինյանը մտցնի լիցենզավորման ինչ-որ մի բան, որ լրատվամիջոցը պետք է լիցենզավորվի կամ ինչանի, ես էլ բողոքի ձայն կբարձրացնեմ, որտեվ չկա իր հանդեպ այդ վստահությունը, որ ինքը կարողանա օբյեկտիվ անել, բայց մյուս կողմից էլ ով որ ինչ-որ տեխնիկական միջոց է ճարում, միկրոֆոն, չգիտեմ, կամերա եւ այլն, ինքը իրեն համարում է լրագրող։ Ինչպես պիտի սա լուծվի, պարոն Աբրամյան։ Շատ բարդ է։ Ես ավելին ասեմ, շահումով խաղերի, հա, մոլախաղերի գովազդը որոշ ժամանակից արգելված է։ Այնպես չի, որ ուրքս գնում էր այդ գումարբազներին ուրեմն գովազդել, այդպես չի։ Բայց այն լրատվամիջոցները, որոնք գրանցված են, որոնք ունեն իրավաբանական հասցե, հաշվապահություն, որոնց խմբագիրը հայտնի է թե ով է, լրագրողները հայտնի է թե ով են, նրանց արգելված է դա։ Իսկ մնացած բոլոր ոչ գրանցված լրատվամիջոցները, Հայաստանում չգրանցված լրատվամիջոցները եւ այլն շարունակում են այդ բաների, խաղերի գովազդը, հա։ Այսինքն այդ մոտավորապես 10%-ն է
Այն 90%-ն է։ Հիմա լիցենզավորել, հա, թույլ տալ, որ դու առավոտ լրատվամիջոց չես, հա, հայտարարել, որ դու լրատվամիջոց չես։ Իսկ ոչ լրատվամիջոցներին ինչ եք անում։ Ամերիկայում գտնվող սերվերին ինչ է, ոնց եք դուք արգելելու։ Դա շատ բարդ խնդիր է։ Ես չեմ ասում, որ չպիտի վերահսկվի, ինչ որ վերահսկողություն, հա, պետք է լինի, բայց ճիշտ եք ասում, որևէ վստահություն չկա այս իշխանությունների նկատմամբ, հիմա նոր օրենք են, չէ, մշակում։ Ենթադրենք այդ օրենքում գրված կլինի, այդ օրենքը մշակվում է, որքան հասկանում եմ, հիբրիդային պատերազմների եւ հիբրիդային վտանգների իրենց դիցաբանության այդ ամբողջ շրջանակներում։ Պարզ է, չէ, ով է վարում այդ հիբրիդային պատերազմը։ Հիմա ես որևէ համակրանք չունեմ Ռուսաստանի քաղաքականության նկատմամբ եւ մշտապես քննադատում եմ Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը, մասնավորապես Ուկրաինայի դեմ, բայց միևնույն է, իմ post-երի տակ, իմ վիդեոների տակ մարդիկ գրում են ռսաստրուկ, հա։ Հիմա ենթադրենք դա գալիս է իշխանության քարոզչությունից։ Հիմա ենթադրենք նրանք գրում են, որ արգելվում է իշխանությունը չպիտի արտահայտվի օտար ուժերի կարծիքը, հա։ Դրա տակ կարելի է մտցնել ամեն ինչ, հա։ Ես ասում եմ, որ բանը փողոցներում փոսերը շատ են, հա, իսկապես շատ են, եւ դա օտար ուժերի կարծիք է։ Այսինքն նրանց ընդունած օրենքների նկատմամբ համաձայն եմ ձեզ հետ, որևէ վստահություն չկա։ Պարոն Աբրահամյան, եւ ինչու չի կարողանում լրագրողական համայնքը ինքնակազմակերպվել։ Դե որոշ չափով ինքնակազմակերպում է, մենք ունենք ինքնակազմակերպման բաներ, բայց այդ ինքնակազմակերպման մեջ մտնում են շատ սահմանափակ եւ հենց սկզբից, երբ որ դրա մասին դեռևս մի 15 տարի առաջ սկսեց խոսակցությունը էթիկայի մնացածի մասին, նրանք այդ թվում Փաշինյանն անդիպ ասաց, որ ես ոչ մի էթիկայի չեմ պատրաստվում հետևել եւ ոչ մի այդպիսի կազմակերպության մեջ չեմ պատրաստվում մտնել ինքնակամ, հա, իսկ եթե ինքնակամ չի ստացվում, դա դու պետք է քո վրա ինքդ պատասխանատվություն վերցնես։ Մեծ մասը չի պատրաստվում էթիկական նորմերին հետևել եւ հակառակը պատրաստվում է շահել, ուրեմն ինչ ասած չգիտեմ այդ բառը ասել, լավ, պարզ ասեմ ամբողջի համակրանքը։ Դա իրականում պարոն Աբրահամյան, ոնց որ տրամաբանական է, որտեղ ինչքան ամբողջի համակրանքը մեծ է, այնքան դիտումները շատ են, այնքան գովազդները շատ են, այնքան փողը շատ է։ Իսկ ինչ պետք է լինի, որ ասենք քիչ դիտումներով էթիկապես ճիշտ կայքը կարողանա կամ լրատվամիջոցը կարողանա դիմակայել, ասենք շատ դիտումներ ունեցող, ոչ ճիշտ էթիկա ունեցող բանին։ Ես կարծում եմ դիմակայելու հարց չկա եւ սրտիկներ հավաքելու եւ դիտումներ հավաքելու ոչ մի կարիք չկա։ Համենայնդեպս ես այդպես եմ մտածում, հա, գուցե 40 տարեկանում այդպես չէի մտածում, բայց հիմա այդպես եմ մտածում, որ սկզբունքները ավելի կարևոր են, քան դիտումները, փողը, գովազդը եւ մնացածը։ Պարոն Աբրահամյան, դուք խոսեցիք մակարդակի ընկնելու մասին եւ նաեւ դուք երաշտագետ եք, չգիտեմ, բուհական մասնագիտությամբ ասեմ, ինչպես մենք դարձանք ռաբիս լսող ազգ, որտեվ ես հիշում եմ, որ դեռևս մի 30 տարի առաջ ամոթ էր ռաբիս լսելը, մարդիկ թաքուն էին լսում, արդարանում էին, բաներ, բայց հիմա բացահայտ բոլորը բայց սիրում էին միևնույնն է։ Հա։ Ես գիտեք, հիշում եմ իմ պատանեկության տարիներին Հայաստան էր գալիս Զեյնաբ Խանլարովան, դա ադրբեջանցի երգչուհի է, ժողովրդական եւ Հայաստանի ժողովրդական եւ Հայաստանի ժողովրդական արտիստ էր ոչ պատահաբար, որովհետեւ տաքսու բոլոր վարորդները միացնում էին նրա զայնագրությունները իր մոտ եւ նա մեծ հաջողությամբ, չգիտեմ, Հրազդան ստադիոնում կամ այլ շատ մեծ տեղերում համերգներ էր տալիս եւ նրան շատ համանում էին։ Ես կարծում եմ, որ դա կար, պարզապես ինչպես եւ կային նույն զուգահեռ անցկացնեմ, ինչպես եւ կային հայհոյախոս մարդիկ, հա։ Այդ հայհոյախոս մարդը, եթե փողոց էր դուրս գալիս, ասենք նրա հայհոյանքը փողոցում լսում էին, ասենք 10 հոգի։ Հիմա նրա հայհոյանքը կլսեն 1 միլիոն մարդ։
Այսինքն մասշտաբն է փոխվել։ Ես կարծում եմ, որ դա միշտ կար, անճաշակությունը միշտ կար, պարզապես հիմա մասշտաբը փոխվել է եւ հանդգնությունն է փոխվել։ Չեմ հիշում անունը ով ինչ էր, մարդը, որը երգում է ռաբիս երգեր, ասում է, որ Կոմիտասը ինչ որ սխալ երաժշտություն էր գրում, չեմ հիշում անունը, չեմ էլ ուզում տամ։ Մի խոսքով, ես կարծում եմ, որ հանդգնություն, այսինքն երբ որ դու չունես հեղինակություն, երբ որ, չգիտեմ, շատ մեծ հեղինակություն վայելող մարդը, ենթադրենք, ինչ որ մի բան է ասում, ինչ որ մի բան է գրում, տակը 300 հոգի կարող են գրել, ինչ ես էշ դուրս տալիս։ Այսինքն մարդիկ ավելի համարձակ են դարձել։ Մի կողմից դա գուցե լավ է, դեմոկրատական է, մյուս կողմից հեղինակության բացակայությունը բերում է մեր նշած այդ այլասերման եւ մակարդակի անկման։ Պարոն Աբրահամյան, իսկ ինչու այդ նույն տրամաբանությամբ, ասենք Ֆրանսիայում ռաբիզը չի տարածվում։ Նրանք էլ երևի չեմ կարող Ֆրանսիայի հասարակությունը շատ չեմ ուսումնասիրել։ Գուցե նրանք իրենց ռաբիզը ունեն, վստահ չեմ։ Պարոն Աբրահամյան, ուրեմն լրագրողական այս բանի մեջ մենք տեսնում ենք նաև ուրեմն մի իրավիճակ, երբ որ ուրեմն քաղաքական գործիչները հայհոյախոսությունը թույլատրելի է, բայց լրատվամիջոցները, որոնք այդ նույն հայհոյախոսությունը փորձում են բանանել, չգիտեմ, արտատպել, գրել, որ ասենք վարչապետը այսպեսի բան ասել եւ այլն, իրենք բլոկվում են բանում, արգելափակվում են Facebook-ի, YouTube-ի, չգիտեմ, մյուս կայքերի կողմից, էլի։ Որովհետև սոցիալական կայքերը համարում են, որ նա քաղաքական գործիչ է, ինչ ուզի կարա ասի, բայց լրատվամիջոցներին չի թույլատրվում դա տարածել։ Չէ իմանում ճիշտ ասած, որ նման բան կա, ալգորիթմը հասկանում է, որ դա քաղաքական գործիչ է, իսկ սա լրագրող է, մեկին թույլատրես, մյուսին թույլ չի տալիս։ Եվ արգելափակում է։ Ու եւ ինչ է ստացվում է նույնիսկ բաներ կեղան, չէ, որ ասենք քննչական կոմիտեն վիդեոեր հրապարակել, որը բոլորը տարածել են եւ այսպես բոլորը բլոկվել էին այդ վիդեոյի պատճառով։ Հետաքրքիր է։ Սա արդյոք չի նշանակում, որ պետք է համընդհանուր ինչ որ էթիկայի կանոններ սահմանել, ոչ միայն լրագրողներ, ներհայաստանյան, ներհայկական, չգիտեմ։ Այո, ես կարծում եմ, որ սահմանելը քիչ է։ Պետք է սահմանես այնպես, որ մարդիկ դրան ենթարկվեն, իսկ մարդիկ չեն ենթարկվում։ Բնականաբար երկակի ստանդարտներ կան, նաև Հայաստանում, Հայաստանի քննչական կոմիտեն ինձ թվում է այնտեղ տասնյակ մարդիկ զբաղվում են նրանով, որ հետևում են, թե որ ընդդիմադիրը կամ որ ընդդիմադիր լրագրողը կամ որ ընդդիմադիր բլոգերը ինչ բառ ասած եւ գործեր են հարուցում եւ այլն, եւ չեն հարուցում այն պարագայում, երբ որ դա ասում է վարչապետը կամ վարչապետի երկրպագուն ասում է, որ քարով պետք է կաթողիկոսին ծեծել եւ դրանով սպանել եւ ոչ մի քրեական գործ չի հարուցվում դրա պատճառով, դա երկակի ստանդարտներ են Հայաստանի ներսում եւ Հայաստանի դրսում նույնպես կան երկակի ստանդարտներ, որ քանի որ եվրոպական, մասնավորապես ԵՄ-ի համակրանքը Փաշինյանի կողմից է, նրանք չեն նկատում նաև լրատվամիջոցների դեմ այդ հարձակումները եւ շարունակում են պնդել, որ Հայաստանը ձեր ասած այդ բաստիոնն է։ Պարոն Աբրահամյան, դուք ասացիք, որ Եվրամիությունը աջակցում է Փաշինյանին եւ փող են տրամադրել հիբրիդային պատերազմում, ռուսների դեմ պայքարելու համար, հա։ Հիմա ինչ եք կարծում, դա լրատվամիջոցների դեմ ծախսվելու է, այսպես ասենք։ Դա ծախսվելու է իրենց վերարտադրության վրա։ Այն լրատվամիջոցները, որոնք խանգարում են, հա, այդ վերարտադրմանը, բնականաբար այդ ԵՄ-ից ոչ մի բան չեն ստանա։ Իսկ այն լրատվամիջոցները, որոնք քարոզում են Փաշինյանի հաղթանակը, հա, նրանք այդ բաները կստանան։ Բայց հնարավոր է լրատվամիջոց, որը օգնի իշխանությանը վերարտադրվել։ Չգիտեք այդպիսի լրատվամիջոցներ։ Չգիտեմ, բայց արդյոք նրանք լրատվամիջոցներ։ Հա, չգիտեմ, քարոզչամիջոց թող լինի, հա։ Շնորհակալություն պարոն Աբրահամյան, հետաքրքիր զրույցի համար։ Հա, ինձ համար մեծ պատիվ էր ձեզ այդ հարցազրույց անցկացնելը։ Սիրելի հետևորդներ, հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Առավոտ օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։